Բարև ձեզ արգելի բարեկամներ, այսօր խոսենք Մարգարիտի մասին, ռուսերեն ժեմչուկ։ Մարգարիտը համարվում է մաքրության եւ առաքինության խորհրդանիշ։ Լավագույնը Մարգարիտի դա սպիտակ թափանցիկ Մարգարիտն է, իսկ եթե նրա գույնը խամրած է, ապա օգտագործել չի կարելի, որովհետեւ այն կորցրել է իր կենսա էներգիան։ Մարգարիտը սառն է եւ չոր։ Նա լավացնում է թարմ խոցերը, օգտակար է աչքին լավացնում է տեսողությունը, մաքրում է աչքի վրա բիբի այդ փառը, աչքի հատը, այն օգտակար է ատամներին տալիս է ամրություն եւ փայլ, նոսրացնում է այրունը, լավացնում է այրան շրջանառությունը, օգտակար է հղիներին, պահպանում է պտուղը արգանդում։ Մարգարիտը, եթե պահեք բերանում, ապա այն լավացնում է սրտի աշխատանքը եւ ամրացնում է սիրտը։ Ընդունման չափաբաժինը 0.36 գրամ է։ Հարգելի բարեկամներ, այսօր ես ձեզ ցույց կտամ նաեւ իմ գիրքը, որին դուք ծանոթ եք, կոչվում է Ալկամա, Ալկամա նշանակում է Աստծո պարգև, այսինքն Աստծո պարգևը նրա մեջ եղած բույսերը այդ դեղատոմսերում օգտագործված, քանի որ բույսերը մեզ պարգևել է Աստված մեր առողջության համար, բնությանն է տվել եւ մենք օգտագործում ենք առողջությունը ամրապնդելու, վերականգնելու համար։ Հարգելի բարեկամներ, ուրեմն գիրքը պարունակում է 170 հիվանդություն, այնտեղ հիվանդության նկարագիրը գրված է համառոտակի, այստեղ բույսերի նկարների տակ գրված է 3 լեզվով հայերեն, ռուսերեն եւ լատիներեն, գիրքը ունի իր քառալեզու բառարանը, այդ 3 լեզվին գումարած նաեւ անգլերեն, ունի իր հիանալի հավելվածը, որտեղ գրված են, ներառված են նաեւ ժողովրդական բժշկության այլ մեթոդները, որոնցից են մետաղաբուժություն, քարաբուժություն, կավաբուժություն, ջրաբուժություն եւ այլը, որոնք բոլորը զետեղված են այս գրքում։ Խնդրում եմ, գրանցվեք, տարածեք, հավանեք, որովհետեւ եթե դուք սեղմեք զանգակը, կոճակը, ապա մեծ լավություն կանեք մեզ, մեր հաղորդումները կտարածվի եւ ավելի շատ դիտորդներ կունենանք։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, այսօր այսքանը, միշտ նոր հանդիպում։